Դեբեդի կիրճում են գտնվում Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի 3 պոչամբարները, որոնցից ամենամեծը Նահատակն է, Համանուն գետի հունում և Ճոճկան ու Մեծ Այրում գյուղերի միջև։ Ամենօրյա ռեժիմով և ուղիղ իմաստով պոչամբարը թունավորում է հարակից երկու բնակավայրերի մարդկանց կյանքն ու շրջակա միջավայրը։ Շուրջ 60 տարեկան պոչամբարն ակտիվորեն սկսեց շահագործվել 2000-ականների վերջից կոմբինատի վերագործարկմանը զուգահեռ։ Պոչամբարները մեզ շատ են վնասում, այգեգործ Նոդար Հովհաննիսյանն է ասում։ Պոչանքներն ու թունավոր նստվածքները դեբետ են լցվում, թունավորելով մեր այգիներն ու հողերը։ Ջրում են գիշերը կամ ցերեկը ջուրն անում ենք, այդպես ջուրը սպիտակ է։ Դե մի չգիտենք, ջրենք թե չջրենք։ Ավտոբասությունը մեզ վնաս է տալի, ծառերներ արմատից չորանում են։ Պոչամբարների վնասները շատ մեծ ազդեցություն են տալի ժողովրդի վրա։ Տավուշի մարզի Պտղավան գյուղից է Նոդար Հովհաննիսյանը, մեծ այգիներ ունեմ, ասում է, ամեն ինչ աճում է։ Դեբեդի ջրերով ոռոգելու պատճառով, սակայն արմատից ծառեր են չորանում, այգիներ վերանում։ 90-ականներից, ասում է, նաև չարորակ նորագոյացությունների աճ է նկատվում տարածաշրջանում։ Պետությունը պիտի տեր կանգնի մեր բնությանն ու դեբեդին։ Պետք է պետական մակարդակով, այսինքն նպաստեն, օգնեն։ Չեմ կարող ասենք պոչամբարի ջուրը կտրել, որ մեր չթունավորի, բայց պետական մակարդակով կարելի է։ Պակաս վնասաբեր չեն Աղթալայի վանական համալիրի հարևանությամբ գտնվող Նազիկ ու Պայթուցիկների ձորի պոչամբարները, որոնց պոչանքներն ու ծանր մետաղներով նստվածքները Աղթալա գետակն է դեբետ հասցնում։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը Պայթուցիկների ձոր պոչամբարն է ցույց տալիս ու ասում, այստեղ հանցագործություն է տեղի ունեցել, երբ պոչամբարը դատարկելու նպատակով ողջ պոչանքները լցրել են ձորն ու աղտոտել թե շրջակայքը, թե գետը։ 2020-ին դիմել են տարածքային կառավարման նախարարին, բայց ապարդյուն։ Ամբողջ պարունակությունը հանել է, լցրել ձորը։ Պղինձ, կապար, քրոմ կարող է լինել, արսենիում, տարվա 12 ամսվա մեջ, երբ որ գալիս են ջրեր, անձրևներ, եւ անցած ռեակցիա մեջ է գտնում։ Այդ ջրերը գնում են ներքև, լցնում են գետը։ Հարցը ես բարձրացրել եմ, պահանջում էինք, որպեսզի այս թափոնակույտը ինչ որ ձև կոնսերվացնեն, ռեկուլտիվացնեն, ամբողջ ձորը աղտոտում է, այսպիսի օրինակներ բազմաթիվ են Աղթալա Շամլուխ ճանապարհի եզրին Աղթալա գետակի ափին։ Այսինքն դա եղել է պրակտիկա։ 10 տարի է Նահատակի հարևանությամբ ապրող մարդիկ պատկանատյաններից պոչամբարի ռեկուլտիվացում են պահանջում, փոխարենը շարունակում թունավոր օդ շնչել, ասում է Օլեգ Դուլգարյանը։ Մշակվել է ռեկուլտիվացիոն պլան եւ նշանակվել են ժամկետներ, դերևս 2021 թվականին։ Ու պիտի մինչև 2024 թվականը ինքը ռեկուլտիվացված ավարտված լիներ։ Բայց ինչպես տեսնում եք, ռեկուլտիվացված չի։ Շարունակում է շրջակա միջավայրին վնաս հասցնել։ Մարդիկ ապրում են պոչամբարի մոտ, խոշոր իր արտահոսքը եղել է 2023 թվականին, որի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնված։ Բայց թե ուր է ասել քրեական վարույթը այս պահին հասկանալի չէ։ 2024-ին Հետք մեդիագործարանի նկարահանող խումբն էր զրուցել Մեծ Այրումի բնակիչների հետ ու պարզել, որ հատկապես երեխաների մոտ մաշկային խնդիրներ են նկատվում։ Սանձապ երեխոն ստեղից հանում եմ, երեխու ցաները անցնում են, թե 2 օր կլինի, թե 3 կամ մի շաբաթով անցնում են, նորից գալիս եմ, հաջորդ օր նորից երեխուերս կարմրում են։ Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի 2020-ի հանքարդյունաբերական թափոնները եւ պոչամբարները Հայաստանում աղետների ռիսկի կառավարումը ձեռնարկում նշված է, որ մեջբերում թափոնների գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն արձանագրում են մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանությունը թափոնների բացասական ներգործությունից։ Հայաստանի օրենսդրությամբ պոչամբարները շահագործող կազմակերպությունները պատասխանատու են դրանց անվտանգության ապահովման, անվտանգ կառավարման միջոցառումների իրականացման, ինչպես նաև անվտանգ օգտահանման համար։ Նահատակ պոչամբարը տեղ-տեղ փշալարերով է առանձնացված։ Տարածքում նաև զգուշացնող ցուցանակ կա, բայց դա միայն մարդկանց համար։ Անասունները հաճախ են անարգել հասնում բուն պոչամբարի տարածք։ Թունավոր նյութերով ներծծված խոտածածկից թույնը անասունների օրգանիզմ է հասնում, հետո մարդու։ Եթե այս ամենին հավելենք, որ անձրևային ջրերից ու ձնհալքի ջրերից պոչամբարների պոչանքները լվացվում ու դեբեդ են լցվում, շղթայական թունավորման պատկերն առավել ամբողջական կլինի։ Ոչ ոք սակայն պատասխանատվություն չի ստանձնում շրջակա միջավայրի ու ջրերի աղտոտման համար, ասում է իրավապաշտպանը։ Մեծ Այրում բնակավայրն անգամ ազդագիր չի համարվում։ Ամենատխուրը այն է, որ նախանցյալ տարի հանրային ճնշման արդյունքում մի հատ հասել ենք համաձայնության, որ Վերանային եւ Մեծ Այրում գյուղը
դարձնեն ազդակիր բնակավայր, բայց հետո ասել են իմաստ չունի, որովհետև 24 թվականի վերջին ինքը լինելու է միևնույնը ռեկուլտիվացված։ 2021-ին Ախթալայի կոմբինատը շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել նահատակ Պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքների շմաքհաշվետվություն եւ ստացել դրական եզրակացություն։ Ռեկուլտիվացիան, որի ընթացքը պետք է վերահսկեր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, գնահատվել է շուրջ 740 միլիոն դրամ։ Մինչ օրս այն ռեկուլտիվացված չէ։ Քաղաքացու ձայնի հարցմանը տեսչական մարմնից ասել են, որ Ախթալայի կոմբինատում վերջին անգամ ստուգում իրականացրել են 2018-ին, 2025-ին ստուգումներ նախատեսված չեն։ Նաև նշել, որ 2023-ի 2 եւ 2022-ի 1 ահազանգերով վարչական վարույթներ են հարուցվել։ Տեսչականի պատասխանում, սակայն, ոչինչ չկա որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Համառոտ անդրադարձ է արվել նաև ռեկուլտիվացմանը, առանց հստակեցնելու ինչու չեն իրականացրել իրենց լիազորություններն ու վերահսկել, որ այն ավարտին հասցվեր 2024-ի վերջին, ինչպես եւ պարտավորվել էր Ախթալայի կոմբինատը։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ Փակբաժնի տիրական ընկերությունում ստուգում իրականացնելու դեպքում տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակներում կանդրադառնա նաև ռեկուլտիվացման աշխատանքներին։ Վերջին ստուգումից հետո տեսչական մարմին ստացվել է 4 ահազանգ, որոնցից 2024 թվականի ապրիլի 30-ին ստացված տեղեկատվության հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում Դեբետ գետի աղտոտվածության մակարդակը պարզելու նպատակով գետի տարբեր հատվածներից կատարվել է ջրի 31 նմուշառում, որոնց ուսումնասիրությամբ ջրի որակի խախտումներ չեն հայտնաբերվել։ Ախթալայի կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը քաղաքացու ձայնի հետ զրույցում հերքեց, թե պոչամբարների պոչանքները դեբետ են թափվում ու այգիներ աղտոտում։ Հորդառատ անձրևներին ասած գետի ջրի գույնը փոխվում է։ Ռեկուլտիվացիան նախատեսում են ավարտին հասցնել մինչև 2025-ի վերջը, այլ մանրամասներ չհստակեցրեց։ Պատվարից սկսել ենք այդ հողային աշխատանքները գնում ենք համարը մի 30-ից 40% ավարտված է այդ պատվարի կողմը։ Նպատակը մեր դա է, որ մենք այս խնդիրները այս տարվա ընթացքում լուծենք։ Ջուրը շատ է այս տարի։ Եվ ուղղակի անհասկանալի է այդ մարդիկ ոնց են գլխի ընկնում։ Օրինակ ոնց է դա կոմբինատ, եթե ինչ որ մեկը ինչ որ մի ցեխ տենում է, ենթադրում է որ բայց մենք ինչ անենք, անձրևի առաջ չենք կարող առնել։ Ջուրը շատ է։ Բայց նաև քնչականը հաղորդագրություն տարածեց այդ նմուշների փոխման հետ կապված։ Չէ, դա դրա հետ heç կապ չունի։ Դա դրա հետ կապ չունի։ Չունի։ Չէ, իհարկե չէ։ Եթե նույնիսկ ինչ որ մեկը քնչական ինչ որ մի բան ասենք հայտնաբերել կամ չունից չգիտեմ հայտնաբերել թե չէ, դատարանը կպարզի։ Օլեգ Դուլգարյանի դիտարկմամբ Հայաստանում չկա պատասխանատու հանքարդյունաբերություն, որովհետև չկան հանքարդյունաբերական վնասի փոխհատուցման մեխանիզմներ։ 2023-ին Հայաստանն ընդունել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որում բնապահպանական շրջանակների մեծ ջանքերի շնորհիվ տեղ են գտել նաև շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցությանն առնչվող դրույթներ։ Իրավապաշտպանն ասում է, պետությունը պետք է հստակ քաղաքականություն մշակի հանքարդյունաբերական աղտոտումից փրկելու հողն ու ջուրը, որի տնտեսական օգուտները շատ ավելի երկարատև ու կայուն են, քան կարճատև հանքարդյունաբերության։ Քաղաքացու ձայնը Լոռու եւ Տավուշի մարզերից։